Մերձավոր Արևելքում լարվածության մեծացումն ու Իրանի նավթային ենթակառուցվածքների դեմ Իսրայելի հարվածները լուրջ ազդեցություն են ունեցել համաշխարհային էներգետիկ շուկայի վրա, առաջացնելով նավթի գների կտրուկ աճ եւ մտահոգություն միջազգային տնտեսության համար։ Վերջին օրերին ստեղծված այս իրավիճակն իրարանցում է առաջացրել ամբողջ աշխարհում։ Մի կողմից ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա հետ կապված ռուսական էներգետիկ ռեսուրսների արտահանման դեմ կիրառվող պատժամիջոցները, մյուս կողմից Իրան-Ամերիկա-իսրայելական պատերազմը, որի ընթացքում հրթիռակոծվում են ինչպես նավթի արդյունահանմամբ զբաղվող ծոցի երկրները, այնպես էլ Իրանի նավթային պահեստները։ Պարզվում է, որ Միացյալ Նահանգներին մտահոգում են ոչ միայն Իրանի կողմից արաբական երկրների հրթիռակոծությունները, որոնք խաթարել են համաշխարհային էներգակիրների մատակարարումներն ու հանգեցրել նավթի գների կտրուկ աճի, այլև Իրանի նավթի պահեստների վրա Իսրայելի հարվածները, քանի որ դրանք կարող են բերել մեծ աղետի։ Արդեն հայտնի է, որ նավթային պահեստներում պայթյունները մթնոլորտ են արտանետել մեծ քանակությամբ թունավոր ածխաջրածնային միացություններ, նաև ծծմբի եւ ազոտի օքսիդներ, որոնք տեղումների դեպքում կարող են առաջացնել շատ վտանգավոր ուժեղ թթվային հատկություններով անձրև։ Հաղորդվում է, որ Վաշինգտոնը փորձում է գնահատել իրավիճակի ինչպես հումանիտար, այնպես էլ տնտեսական հետևանքներն ու կանխել շուկայի հնարավոր ապակայունացումը։ Իսրայելի պաշտպանության ուժերը հարվածներից առաջ տեղեկացրել են Միացյալ Նահանգների զինվորականներին, սակայն ամերիկացի պաշտոնյաները զարմացել են գործողությունների մասշտաբով։ Այնուամենայնիվ Վաշինգտոնը չի կարծում, որ դա լավ գաղափար էր, ասել են Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները, ընդգծելով, որ նման հարվածները կարող են ռազմավարական հետևանքներ ունենալ։ Վաշինգտոնը մտավախություն ունի, որ Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ գործողությունները կարող են համախմբել իրանական հասարակությանն ու միաժամանակ բարձրացնել նավթի համաշխարհային գները։ Իրանական կողմի տվյալներով կիրակի գիշերը Թեհրանում եւ նրա շրջակայքում գտնվող 4 նավթային պահեստներ ու էներգետիկ ենթակառուցվածքների եւս մեկ օբյեկտ ենթարկվել են հարվածների։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների զինվորականները չեն մասնակցել այդ գործողություններին։ Նրա խոսքով հարվածներն իրականացրել է միայն Իսրայելը եւ Միացյալ Նահանգները ներկայում չի պլանավորում հարվածներ հասցնել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Լարվածությունն անմիջապես ազդել է էներգետիկ շուկաների վրա։ Մարտի 9-ին համաշխարհային բորսաներում նավթի գինը կտրուկ աճել է։ Միջմերձամաքային փոխանակման բորսայում նավթի գինը 1 բարելի համար աճել է 26.04%-ով, հասնելով $116.83։ Վերլուծաբանները նշում են, որ սա ամենաբարձր մակարդակներից մեկն է վերջին տարիներին եւ պայմանավորված է հատկապես Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններով եւ մատակարարումների խափանման վտանգով։ Էներգետիկ շուկայի անկայունության պայմաններում աշխարհի առաջատար տնտեսությունները քննարկում են հնարավոր հակաճգնաժամային քայլերը։ Մեծ յոթնյակի երկրների ֆինանսների նախարարները նախատեսում են հեռախոսազրույց անցկացնել եւ քննարկել արտակարգ նավթային պահուստներից նավթը բաց թողնելու հարցը։ Հաղորդվում է, որ G7-ի 3 երկիր, այդ թվում Միացյալ Նահանգները, արդեն աջակցություն են հայտնել այդ գաղափարին։ Նման քայլը կարող է իրականացվել համաշխարհային շուկան կայունացնելու եւ գների կտրուկ աճը մեղմելու նպատակով։ Նախնական գնահատականներով հնարավոր է շուկա դուրս բերվի մինչեւ 300-ից 400 միլիոն բարել նավթ ռազմավարական պահուստների զգալի հատվածից։ Փորձագետները նշում են, որ նման մեխանիզմը կիրառվում է միայն խոշոր էներգետիկ ճգնաժամերի ժամանակ, երբ շուկաները բախվում են մատակարարումների լուրջ վտանգների։ Միաժամանակ Մերձավոր Արևելքում ռազմական լարվածությունը մեծացրել է նաև նավթի փոխադրման հետ կապված ռիսկերը։ Հատկապես կարևոր է իրավիճակը Հորմուզի նեղուցում, որով անցնում է աշխարհում տեղափոխվող նավթի մոտ 1/5-ը, օրական 15-ից 20 միլիոն բարել։ Եթե լարվածությունը շարունակվի կամ փոխադրումները խափանվեն, փորձագետները չեն բացառում նավթի գների նոր ռեկորդային աճը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նավթի գների աճը մեկնաբանել է, հայտարարելով, որ դա փոքր վճար է անվտանգության եւ խաղաղության ապահովման դիմաց։ Տնտեսագետների գնահատմամբ, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունը շարունակվի կամ ընդլայնվի, համաշխարհային տնտեսությունը կարող է բախվել նոր ինֆլյացիոն ճնշումների, իսկ նավթի գինը որոշ սցենարների դեպքում կարող է հասնել նույնիսկ $200 1 բարելի համար։